Հոգին բնածին մեղքը։ Ավանդաբար բնածին մեղքը վերագրվել է առաջին մարդու, Ադամի և Եվայի մեղքին, ովքեր չհնազանդվեցին Յահվեին, ուտելով արգելված պտուղը որպես հետանք, սա կրոնական ուսմունքի հիմքն է որպես բնածին մեղք։ Ադամի մեղքի գրավոր պատմությանը նախորդող սկզբնական մեղքն այն է, որ երկնքի 1/3-ը ապստամբեց Աստծո դեմ, կռվեց Սատանայի դեմ։ Նրա հրեշտակները, երկնքի 1/3-ը, պարտվեցին, վտարվեցին երկնքից։ Ոչ ոք չգիտի, թե որտեղից է սկիզբ առնում ձեր հոգին, ինչպես է այն միանում ձեզ, դառնալով ձեր կյանքի մի մասը։ Ձեր ողջ կյանքի ընթացքում ձեր հոգին սպասում է ազատագրմանը իր մարմնի բանտից, գիտակցելով, որ այն պատասխանատու կլինի ձեր գործողությունների կամ անգործության համար։ Որտեղից է գալիս հոգին։ Երբ է հոգին դառնում ձեր մի մասը, չպետք է զարմացնի, թե ինչպես է ձեր հոգին դառնում ձեր մի մասը, այն պահին, երբ սերմնահեղուկը բեղմնավորում է ձվաբջիջը, բեղմնավորման ժամանակ լույսի մի փայլատակում է տեղի ունենում։ Մարդկության մեջ գտնվող հոգիները երկնքից արտաքսված հոգիներ են, որոնք մաքրվել են կրակով, հեռացնելու համար իրենց աստվածային կերպարանքի հիշողությունը, դրանք անթիվ կյանքերի հոգիներ են, որոնք ապրել մահացել են երկրի վրա։ Ինչու եք երկրի վրա։ Ձեր հոգին տեղադրվել է երկրի վրա, մարմնավորվելու համար, այն հույսով, որ դուք կգտնեք նպատակ, կխնդրեք ներում ձեր արարչի դեմ ապստամբելու համար։ Գաղտնիքների գիրք, էպիզոդ 4, Աստվածաշնչյան լուծումը։ Յուրաքանչյուրին տրամադրում է գրավոր խոսքում գաղտնիք հանդիսացող գիտելիք, ձեր հաջողության ֆիզիկական ապացույցը կլինի ձեր ձեռքում։ Օգուտ կարելի է գտնել գրավոր խոսքում։ Երբ դատաստանի ժամանակը գա, դուք չեք գտնվի անարատ, անմեղ, անօրինության նշաններով, ինչպես գրված է Հոբ 10:14-ում, ըստ հեռախոսների համար նախատեսված մեր BMRC հավելվածը կբացահայտի անօրինության նշանները ժառանգությունը, ինչպես գրված է Հոբ 13:23-ում, հավելվածը տրամադրում է մարմնի նշանների լուսանկարչական ապացույցներ կամ բացահայտում է անհայտ ժառանգություն, որը կարող է ազդել ձեր ճակատագրի վրա։ Բաժանորդագրվեք, գաղտնիքների գիրք։ Երկրից հեռանալուց առաջ հիմնական հրահանգներ, հոդվածի մասին ծանուցումներ ստանալու համար։